Շատ սպասված խինկալու խմորն եմ ցույց տալի, ժողովուրդ ջան, ուրեմն նայեք, շատ է կոմենտարիաներում SMS-ներում գրել, որ խինկալու խմորը ոնց պատրաստենք, շատ հեշտ տարբերակով ցույց եմ տալի։ Նայեք, 1 կիլո վիշ 50 տալով ենք վերցրել, 1 կիլո։ Զրոյացնում ենք, ավելացնում ենք մանր աղ, անպայման մանր աղ, 30 գրամ, զրոյացրեցինք, ավելացնում ենք ձու, հավի ձու, մի հատ։ Ավելացրեցինք, զրոյացնում ենք, նայեք, ուրեմն ավելացնում ենք ուղղակի սառը ջուր, առանց ոչի բանի, ավելացրեք ու ձեր մոտ լրիվ իդեալական կստացի։ Նայեք ինչքան ենք ավելացնում։ 330 գրամ ջուր ենք ավելացնում։ Էդի ավելացնում ենք ստանոկի դեպքում, եթե ստանոկով ենք բացում։ Եթե ուզում եք դուք պատրաստեք տանը առանց ստանոկի գրտնակով բացեք, ուղղակի ջուրը ավելացնում եք 100 գրամ, ուղղակի, ուրիշ ոչ մի բան չեք անում։ Ու այսքանը լրիվ, ձեռով մշակում ենք այսինքն ձեռով, այսինքն լավ մշակում եք, համով խինկալի լամաջո ուտելու համար գալիս եք Բյուրեղավան, համ տեսելու մեր պատրաստած լամաջոներն ու խինկալիները, մենակ զառանի զանգում եք նոր եք գալի, որպեսզի երկար չսպասեք, всё։ Պակետի մեջ մի 15-ից 20 րոպե հանգստանում է ու մշակում եք ստանոկով։ Եթե ձեռքով եք անելու, թողում եք մի կես ժամի չափով հանգստանում է ու գրտնակով բացում եք։ Ու всё, լրի պատրաստ է։ Всё, պակետի մեջ այսպես վերցրեցինք։ Թողում ենք մի 15-ից 20 րոպե հանգստանում է ու սկսում ենք մշակելը, պատրաստ անելու մեր խմորը։ Մշակում ենք, այսինքն դրա 15-ից 20 րոպե անցել է, վերցնում ենք խմորը ու սենց սիրուն մշակում ենք։ Նայեք ինչ էլաստիկ խմորներ է դուրս գալի։ Մոտավոր մի 20 րոպե մշակելուց հետո փայլուն խմոր է ձեր մոտ ստացվելու, լրիվ իդեալական այսինքն խմոր է դուք դառնալու։ Պատրաստ եք, լրիվ ձեր մոտ կստացվի, գալիս եք Բյուրեղավան, ձեր աչքի առաջ պատրաստում ենք բաց խոհանոցում, խինկալի ու լամաջո, նախ ուրեք զանգեք, այսինքն խմորներով նստել նայեք ինչ լավ, վերջն է, նայեք։